Սպասված է գրել։ Նավես մասել չենք նկարում։ Так, база, дайте место, пожалуйста. Ես պատրաստ եմ աշխատում ենք։ Ուրեմն բարձեցիք, որ այսօր վերջապես իսկի 3 երեկոյան միջակայքստեղի Չէ, հեռախոս։ գործը նախատեսվել է դատավոր Մարինե Մելիքովի։ Ինչու այսքան երկար տևել, որովհետև առաջին արձանի ակտը կայացրած դատավորը, ինչպես նախորդ նշել էի, Մանվել Շահվերդյանը բողոքը ստանալուց ընդամենը 8 օր անց է գործը անցնել գրասենյակ, այսինքն ամսի 28-ին է որ գործը հասել գրասենյակ, այդ Կարագայապետյան նախագծում չգիտեմ, արդյոք որևէ մարմին իրավասություն ուներ միջավայրի ասում ենթակա բողոքը 8 օր պատմի է հասյալ գրասենյակի Գրասենյակ նկատի ունեք, այսինքն վերաքննիչին, չէ, դատական դեպարտամենտի գրասենյակ, որը որ արդեն մնացածը պատճառաբանվում էր այդ մեր ենթադրությունը, գործը գաղտնի և դա հատուկ ոստային ուսումնական ծառայություններ իրականացնում, այնտեղ օրերի հետ կապված հացեր։ այսինքն այսօր է մարտադրվել հիմա։ Դա մարտադրվել է, ես ինչու էի վստահում այսօր որովհետև ես երեք խոսել էի վերաքննիչ դատարանի հետ, ինձ ասել են, որ դեռևս ֆոտոները չեն ստացել։ Ինձ այսօր ասել են, ես այդքան էլ ասել եմ, ամուր մարտադրվում կողմը դրանից հետո են արագացրել, չգիտեմ, բայց փաստը մնում է փաստ, որ երեք ինձ ասում են հնարավոր է ինձ այգից հետո են նյութերը ստացել, ես երեք զանգահարել, երեք ստացել են, երեք երեկոյան կողքին, վերդի ամուսեն մակարդումը, էլի, այսինքն Մարինե Մելիքովյանն մատակերված, էլի ես կարծում եմ, որ անձի ազատությունը չպետք է սահմանափակվի և ստորագրվի այս բոլոր բյուրոկրատիաներին, որ կան մեր երկրում, չգիտեմ, հապուկստան մենական ֆիքսված օրերի ակնում, եթե երեքշաբթի Այսինքն առաջին ականի դատավորի Շահվերդյանի ուշացման պատճառով է։ Եվ ուշացումն էլ համընկել է այնպիսի օրի, որը արդեն ոստային սուհանդակային ծառայությունները հատուկ կարողացել են իրականացնել ավելի ուշ։ Երկու շաբաթ տևել է։ Բայց դա ըստ էության այսինքն իսկել է պատասխանատվությունը, կես ուշացումները, այսինքն կազմացի եկել են համարենք, որպեսզի 20-ից փրկված է եղել վերաքննիչ դատարանը։ Ամսի 20-ից մենք արդեն երկու շաբաթ և երեք ունենք, Համարյա 3 շաբաթ, այդ ամեն ինչի պատասխանատվությունը կիսվում է մեկը դատարանի աշխատանքի և երկրորդը այս բյուրոկրատիայի Ներողություն, վերաքննիչի հրավերություն։